Հյուրս Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, շնորհակալ եմ շատ, որ ժամանակ Ես եմ շնորհակալ։ եկաք, պարոն Նավասարդյան, դուք հայկական պատվիրակության կազում եք, որը իհարկե Երևանում է ադրբեջանական պատվիրակությունը ընդունում, որը վերջերս ժամանեց Երևան, երկխոսության շրջանակներում, կցանկանայի, որ տպավորություններով կիսվեիք։ Շատ են առիթներ եղել կիսվելու, կփորձեմ ձեզ համար ինչ-որ նորություն ասել։ Նախ մենք պատվիրակություն չէինք, ամեն մեկը բնականաբար ներկայացնում էր իրեն եւ ոչ մեկ մեզ չի պատվիրակել, փաստորեն մեր մեջ ընտրությունը կատարվել է ըստ նրա, որ մարդիկ որոշակի փորձ ունեն մանավանդ վերջի տարիներին երկխոսության տեսակետից եւ հիմնական տպավորությունը երևի հայ մասնակիցներին մեծ մասը ձեր լսարանի գիտի, բայց ես տպավորված եմ մեր հյուրերի պատասխանատվությանը այն արձագանքների առումով, որոնք իրենք տալիս են դրական առումով տպավորված եմ, քանի որ իմ փորձը դե մոտ 30 տարեկան է արդեն ադրբեջանական տարբեր շրջանակների հետ շփման եւ բացի անմիջական եւ վստահելի գործընկերներից այլ մասնակիցները այդ միջոցառումների որոշ չափով դա նաեւ վերաբերում է հայկական կողմին հանդիպան ժամանակ մի բան են ասում, հանդիպումից հետո միանգամայն այլ։ Այս դեպքում մենք կարող ենք ասել, չէ, այն ժամանակ դա վատ էր, երբ որ դու մի բան ես խոսում, հետո լրիվ ուրիշ բան ես պատմում քո հասարակությանը։ Տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ համարյա կարելի ասել 100%-անոց adekvat արձագանք կա մասնակիցների կողմից առայն թե ինչ ենք մենք քննարկել, իսկ քննարկել ենք բնականաբար ամբողջությամբ այն սպեկտրը, որ կա հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ բուն քաղաքական, եւ տնտեսական, եւ մարդասիրական եւ փորձել ենք մշակել այնպիսի առաջարկություններ որոշում կայացնողներին, որոնք կարող են իրատեսական լինել մոտակա ժամանակահատվածի համար, մոտակա ասելով կես տարի ոչ ավել։ Դե մենք շատ լավ գիտենք, որ զարգացումները բավականին դինամիկ են եւ ներքին քաղաքական հարցերում, մասնավորապես Հայաստանում եւ առավել եւս արտաքին եւ երևի այս սկիզբը լավն է այն առումով, որ ենթադրում ենք, որ այդ կես տարուց հետո ձևաչափը բավականին կընդարձակվի, եթե ամեն ինչ լավ գնա եւ կներառվեն նաեւ այլ մարդիկ, որոնք նաեւ ոլորտային մասնագիտացում ունեն, գիտելիքներ ունեն եւ կոնկրետ ոլորտներով կարելի է զարգացնել երկխոսությունները եւ ինչ որ լուծումներ գտնել այն բազմաթիվ խնդիրներին, որ առկա են։ Պարոն Նավասարդյան, ինչ կարող եք դուք քննարկել, մշակել, վերլուծել, որ չեն կարող անել երկկողմ մակարդակում ամենաբարձր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, փոխվարչապետները, որոնք տարբեր փուլերում իրար հետ հանդիպում են եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Որն է իմաստը Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների, ադրբեջանական այսպես կոչված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման, որտեղ դե պիտի անկեղծ լինենք, էլի Ադրբեջան քաղաքացիական հասարակություն մի քիչ մեկը մյուսի հետ չել համադրվում անգամ։ Ну նայած մենք ինչ ենք հասկանում քաղաքասարակություն ասելով, ամեն մի երկրում այն ունի իր առանձնահատկությունները։ Եկեք այդպես պայմանավորվեք, որ հանդիպում են մտածող մարդիկ եւ ամեն մեկը մտածում է եւ հրապարակայնորեն գործում համապատասխան այն սահմանափակումների, շրջանակների, որոնք գծված են տվյալ հասարակությունում եւ հասարակական քաղաքական միջավայրում։ Բայց որ մտածող մարդիկ են, դրանում որևէ կասկած չկա եւ դա ամենակարևորն է։ Հիմա ինչ կարող է լինել, որը կարող է լինել հավելյալ արժեքը, այս հանդիպումների, նախ պիտի ասենք, որ դա այսպես կոչված track 2 չի, այսինքն իմ գնահատմամբ։ Track 2-ը դա նա է, երբ մարդիկ իրենք են նախաձեռնում հանդիպումները, օրակարգը այդ հանդիպումների եւ բավականին անկաշկանդ են այն առումով, թե ինչ են քննարկում եւ որքանով այդ իրենց քննարկածը պետք է համատեղվի պաշտոնական օրակարգի հետ։ Տվյալ դեպքում դա 2 չի, դա 1.5 է, այսինքն մենք բնականաբար պաշտոնյաներ չենք, պետական կառույցների աշխատողներ չենք, սակայն մենք աշխատում ենք եւ երկխոսում ենք այն օրակարգի մեջ, որ կա պաշտոնական մակարդակով։ Այսինքն այսպես թե այնպես պատվիրակված եք պետության կողմից։ Ну կարելի է այդպես ասել, որ պետությունը մեզ փորձարկում է
որպես ռեսուրս, որը կարող է միգուցե ինչ-որ բան ավելացնել նրան, ինչ խոսվում է 3-4 եղած։ Օրինակ խաղաղության ֆոն։ Օրինակ այո, մեդիայի աշխատանք, խաղաղության ֆոն, որը որ բնականաբար գոնե այս փուլում դրան չեն հասել մեր պաշտոնական ներկայացուցիչները, կարող է պայմանավորված լինել, որ եկեք իջեցնենք այն թշնամության մթնոլորտը, որ կա, քանի որ գործընթացը կարծես թե գնում է բավականին կառուցողական հունով, բայց ինչպես դա անել, ինչ տեխնոլոգիաներ կիրառել, ինչ փոխադարձ պայմանավորվածություններ ունենալ եւ պատասխանատվություն վերցնել, բնականաբար դրա մասին խոսք չկա, այս քննարկումների ժամանակ դա կարող է լինել։ Մենք շատ լավ գիտենք, որ նաեւ մարդասիրական թեմաներով սկսվել է խոսակցությունը գոնե անհայտ կորած անձանց մակարդակով, հատուկ ծառայությունների միջև, բայց մենք նաև գիտենք, որ փորձը 90-ականների սկզբի, անգամ առաջին պատերազմի օրերի, ամիսների, եթե չլինեին իրավապաշտպան կառույցները երկու կողմերից, միգուցե նաև պաշտոնական կառույցների աշխատանք այդքան արդյունավետ չլիներ։ Ամեն դեպքում անկաշկանդ մարդիկ եւ ոչ պաշտոնական պատասխանատվությամբ օժտված մարդիկ կարող են մտնել շատ ավելի խորքերը, կարող են գտնել այնպիսի տեղեկություններ, որոնք հասանելի չեն համապատասխան կառույցներին եւ տվյալ դեպքում էլ նման հնարավորություն մենք տեսնում ենք, թե որքանով դա ընդունելի կլինի որոշում կայացնողների համար, դա այլ հարց է։ Հա, մենք հիմա նրա համար չենք, որ ասենք, գիտեք, մենք ուզում ենք, որ դա լինի, բայց որոշում կայացնողները չեն ցանկանում։ Շատ բարի։ Կոնկրետ այս ձևաչափը նրա համար է։ Մենք առաջարկում ենք, որպիսի դա իրատեսորեն կարողանա իրագործվել։ Դա չի նշանակում մինչև վերջ, որպիսի պատկերը պարզ լինի, որ այլ ուղղություններով եւ այլ ձևաչափով մենք այլ օրակարգ մեզ համար չենք գծում։ Շատ բարի։ Պարոն Ավսարդյան, չի ստացվում այն խումբը համարենք, որ պատվիրակություն չէ, որտեղ որևէ մեկը չի պատվիրակել, այն խումբը, որը հանդիպել է ադրբեջանական պատվիրակության հետ, որտեղ այստեղ վստահորեն կարող եմ ասել պատվիրակություն, որտեղ միևնույն է եմ հավատում, որ Ադրբեջանում կա անկախ քաղաքացիական հասարակություն եւ վերլուծաբաններ, որոնք ինքնուրույն իրենց օրակարգ կարող են սպասարկել, չի ստացվում այն խումբը, որը ընդունել է այդ հյուրերին Բաքվից, ինքնին սպասարկում է իշխանության քաղաքական օրակարգը Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների մեջ։ Եթե սպասարկել բառի տակ դուք նկատի ունեք, որ որոշակի կոմունիկացիա ապահովող խումբ է, ապա այո։ Մենք ապահովում ենք այն կոմունիկացիան, որը միգուցե թերի է պաշտոնական հանդիպումների ընթացքում։ Շատ բարի։ Ադրբեջանում պահվողները Շինցու եւ Ապորինի հոդվածներով դատվող մարդիկ են, թե արդարացիորեն Բաքվում դատապարտված մարդիկ Ադրբեջանի օրենքներով։ Ես կարող եմ ասել, որ շատ տարբեր մարդիկ են այնտեղ եւ այստեղ ես լուրջ խնդիր եմ տեսնում ընդհանրապես այդ դատավորությունների հետ կապված եւ բաց դրա մասին խոսել եմ եւ մեր լրատվամիջոցներում եւ անգամ ադրբեջանական լրատվամիջոցներում եւ բնականաբար այն գործընկերների հետ ում հետ որ հանդիպում ենք, մենք մեր կարծիքը չենք քողարկում, չենք թաքցնում, այլ բաց ասում ենք։ Ես մի մեծ խնդիր ունեմ խաղաղության այդ համաձայնագրի հանգետի հետ կապված, որը ենթադրում է, որ իրար նկատմամբ իրավական պրետենզիաներ չպիտի ունենան Հայաստանը եւ Ադրբեջանը։ Դա կարող է այդպիսի կետ կարող է արդարացված լինել, եթե հայտարարվել երկկողմանի եւ տոտալ ամբողջական համաներում։ Հա, իսկ եթե ամեն դեպքում ենթադրվում է, որ ռազմական եղած կամ չեղած հանցագործությունների մասին կարող են դատվել մարդիկ, դա ստացվում է ընտրովի արդարադատություն։ Այսինքն կան մարդիկ, որոնք հասանելի չեն այս կամ այն իրավազորություն ունեցող կառույցների կամ պետությունների համար եւ կան մարդիկ, որոնք դարձել են հասանելի։ Տվյալ դեպքում այն մարդիկ, որոնք այսօր Ապորինի եւ Շինցու են դատավորությունները Բաքվում գտնվող հայերի։ Ինչ ասել է տարբեր։ Այսինքն դա նշանակում է, որ կարող են լինել կան դեպքեր, որ օրինական են, կան դեպքեր, որ օրինական չեն։ Այո, կարող են լինել օրենքների կարգավորումներ, որոնց համապատասխանում է այն գործունեությունը, որ ծավալել են այս կամ այն մարդիկ։ Եվ կարող են լինել շինցու, այսինքն ոչ ապացուցված դատական եւ քննչական գործողությունների արդյունքում գործողություններ, բայց նույն կարգի գործողություններ կարող են կատարած լինել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր այլ մարդիկ,
որոնք չեն դատվում Okay. եւ որոնց նկատմամբ փաստորեն եթե մենք հրաժարվում ենք միջազգային դատական ատյաններում որևէ հայցերից, դա նշանակում է, որ նրանց նկատմամբ մի տեսակ համաներում է ապահովում։ Ես ճիշտ եմ հասկանում, պարոն Ասարյան, որ Բաքվում գտնվող հայերի մեջ կան մարդիկ, որոնց Բաքվում դատում են օրինական հիմքով, Կարող են լինել եւ այդպիսի մարդիկ։ ովքեր կարող են նրանք։ Ես չգիտեմ։ Եթե Ես ենթադրություն անում եք, առնվազն տեղեկատվություն պիտի ես ունենաք, ոչ չէ՞։ ծանոթ եմ դատական գործերին, ոչ էլ կարող եմ համոզվել, որ այն մեղադրանքները, որոնք ներկայացված են, ինչ որտեղ առնչվում են օրենքներին, թե չեն առ։ Այսինքն դուք աներկբար չեք համարում, որ այնտեղ շինծու գործերով են հայերին դատապարտել Որ կան նաև շինծու գործերով դատապարտվողներ, դա ինձ համար բայց կան նաև ոչ բայց շինծու գործերով կարող է եւ այդպես լինել։ Իսկ այս թեման քննարկել իսկ խաղաղության համատեքստում, որ ամեն դեպքում եթե երկու երկրները գնում են խաղաղության, արդյոք սա այսպես կոչված բարի կամքի դրսևորում չէր լինի Ադրբեջանի կողմից այդ համաներումը հայտարարել, ինչ են խոսում գործընկերները։ Միանշանակ եւ հենց դրա կողմնակից է, որպիսի խաղաղության համաձայնագրից առաջ լիներ ընդհանուր համաներում եւ դա կդարձնել այն նախագիծը, այսպես ասենք, կամ նախաստորագրած համաձայնագիրը դա կդարձներ ավելի արդյունավետ եւ հեռանկարել։ Իսկ իրենք քննարկում ունեցել են օրինակ այդ գործերի շուրջ, օրինակ երբ որ անկեղծորեն զրույցներում ես վստահ եմ, որ դուք բազմաթիվ ժամեր եք զրուցել, որտեղ բազմաթիվ հարցեր կան քննարկել, ինչպես միջպետական, այնպես էլ բավականին կարճ էր զրույցը, բայց ես կարծում եմ, որ ինչ որ հարցերին հասցրեցինք անդրադառնալ։ Ձեր տպավորությունը ինչպիսին է, որ ամեն դեպքում իրենք վստահաբար ասում են, որ այդ մարդկանց վերադարձը չի կարող իրական լինել, քանի դեռ գործերը չեն ավարտվել, թե ամեն դեպքում դա քաղաքական առևտրի ինչ որ առարկա զրույցի ընթացքում տպավորություն ստեղծում որ դառնում է։ Եկեք դա առևտուր չկոչենք, եկեք դա կոչենք բարի կամքի դրսևորում։ Եթե լինի մարդասիրական վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք այսօր դատարաններում են, եւ որ նրանց նկատմամբ այդ մարդասիրական վերաբերմունքը կնպաստի իրական խաղաղության հաստատմանը։ Դա բոլորը հասկանում են։ Հա, բայց մենք հասկանում ենք, որ կա նաեւ այլ հանգամանք, որքան էլ որ մենք համարենք, որ Ադրբեջանում ամեն ինչ մեկ մարդ է որոշում, բայց կա եւ հանրային կարծիք, եւ նախապաշարմունքներ, եւ այլն հարցեր, որոնք ցանկացած քաղաքական գործիչ, այս թվում նաեւ առաջնորդ հաշվի է առնում։ Իսկ ինչպիսին են դրանք, ես էլ կիսվեք, էլի խնդրում եմ։ Դե մենք շատ լավ գիտենք, որ երկար տարիների քարոզչության արդյունքում ադրբեջանական հասարակության մեծ մասում կա համոզմունք, որ ադրբեջանցիները ոչ մի մեղք չեն գործել, որ ինչ որ իրենք արել են, իրենք ճիշտ են արել, քանի որ պայքարում էին իրենց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար։ Եվ բոլոր մարդիկ, որոնք դրան խանգարում էին այս կամ այն գործողություններով, հասանգործ են։ Եվ այդ համոզմունքը բավականին խորն է։ Եվ ցանկացած քաղաքական որոշում կայացնող մարդը դա հաշվի է առնում, հաշվի առնելով նաև այն, ինչի մասին մենք խոսել ենք, որ մարդասիրական վերաբերմունքը կնպաստի խաղաղության գործընթացին։ Հիմա այդ երկուսը նժարների վրա դնելով կկայացվեն նաև որոշումներ, բայց դուք նշեցիք, որ կան արդեն ներկայացված մեղադրանքներ եւ դատարանի որոշումներ եւ կան մարդիկ, ում նկատմամբ դա դեռ չկա, հա, գործերը դեռ ընթացքում են։ Ես ներկայացրեցի, իմ հարցը շատ ավելի հստակ էր, արդյոք համարում եք ապօրինի եւ շինծու բոլորի նկատմամբ գործերը, որոնք հիմա քննում են հարցին ես պատասխանեցի, բայց մեր ակնկալիքների տեսակետից եւ ես դա արդեն մի քանի հարցազրույցներում ասել եմ, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ տարբեր են վերաբերում այդ 23, համարենք որ 23-ն են, հա, թեև կան նաեւ այլ տվյալներ մեր իրավապաշտպանների կողմից, այդ 23-ի կողմից, այդ 23-ի մեջ կան տարբեր կատեգորիաներ։ Կան մարդիկ, ում նկատմամբ արդեն դատական որոշումը կա, եւ ասենք իրենց փաստորեն արդեն դատական որոշումը կա, կարող են ներել ցանկացած պահի եւ վերադարձնել Հայաստանին։ Կան մարդիկ, ում նկատմամբ դեռ դատարանի որոշում չկա եւ բնականաբար դրանց գործը ավելի բարդ է։ Հա, մինչև չլինի դատարանի որոշում։ Մինչև չլինի խաղաղության պայմանագիրը, հավանաբար։ Կարող է ավելի վաղ լինի, մենք գիտենք, որ արդեն կարելի ասել հայտարարվել է, որ դատական այդ նախաքննությունը կամ քննությունը ավարտվել է։
Եվ կան մարդիկ, որոնք տարիքով են, եւ այդ հանգամանքը նույնպես հաշվի է առնվելու, կարծում եմ։ Բաքվի արդար դատանում հաշվի է առնվելու։ Ոչ, չէ, մենք շատ լավ հասկանում ենք, որ դա քաղաքական որոշում է լինելու, բայց ցանկացած քաղաքական որոշում տվյալ դեպքում հենվում է որոշակի օրենքների վրա։ Եվ Ադրբեջանում արդարացվում է, օքեյ։ Արդարացվում է եղած օրենքների վրա, իսկ Ադրբեջանում կա օրենք, որ 65 անց մարդկանց նկատմամբ դատական որոշումները կարող են ավելի, այսպես ասենք, մարդասիրական մեկնաբանություն ստանալ։ Շատ հումանիստական մոտեցում է։ Ձեր տպավորությունը այդ թվում նաև հանրային դուք նշեցիք, որ ամեն դեպքում հանրային տրամադրություններից է կախված Ադրբեջանի իշխանությունը, այդ թվում նաև, հավանաբար իրենց իսկ ձևավորեց հայատյաց հասարակական տրամադրություններից է կախված, բայց ձեր դիտարկմամբ հաշվի առնելով 30-ամյա փորձը, այդ թվում նաև առաջին կոնֆլիկտից հետո, կոնֆլիկտի առաջին փուլից հետո 94 թվականից հետո ադրբեջանական կողմի հետ պարբերաբար շփումների հանրային մակարդակում, որքան ժամանակ կպահանջվի Հայաստանին եւ Ադրբեջանին հանրային մակարդակում փոխըմբռնում ձեռք բերելու համար։ Դա շատ հանգամանքներից է կախված, այդ թվում նաև արդյոք էական փոփոխություն կլինի լրատվամիջոցների աշխատանքում, մենք դրան շատ մեծ ուշադրություն ենք դարձրել։ Դա կախված կլինի նրանից, թե ինչքանով այն շատ կոնկրետ, ասենք հաղորդակցությունների հետ կապված խնդիրները արագ լուծվեն, այսինքն եթե լինում է կոնկրետ համագործակցություն փոխադարձ շահերով որևէ ոլորտով, դա անմիջապես ազդում է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք աշխատավարձ են ստանում այդ ծրագրերի իրականացման արդյունքում, այլ նաև որոնք օգտվում են համապատասխան ծառայություններից, այսինքն գնում են Մեղրիից Երևան երկաթուղով, ինչպես դա եղել է մինչև կոնֆլիկտը, կամ գնում են Բաքվից Նախճիվան։ Այդ մարդկանց, որոնք բարեհաջող, առանց խնդիրների, առանց անվտանգության համար որևէ մարտահրավերների մի անգամ կատարում են այդ ուղևորությունը, որոշակի փոփոխություն մտածելակերպի մեջ տեղի ունենում։ Դա էլ է շատ կարևոր գործոն եւ բնականաբար շատ բան է կապված արտաքին աշխարհից, ի վերջո ինչպիսի միջամտություն այս գործընթացում կունենան երրորդ երկրների խաղացողները, ինչպես ասենք բարեադրացական վերաբերմունք խաղաղության գործընթացին, որը ոչ բոլոր երկրներում կա, ինչպիսին է օգնություն այդ գործընթացին եւ քաղաքական ուղերձներով եւ ներդրումներով, այսինքն նույն հաղորդակցությունները ավելի արագ կսկսեն գործել, եթե լինեն համապատասխան ներդրումներ նույն Եվրամիությունից, նույն ԱՄՆ-ից։ Մի խոսքով գործոնները բավականին շատ են, եթե ամեն ինչ շատ լավ կլինի, իմ գնահատմամբ մտածելակերպը եւ ռեակցիաները շատ արագ կփոխվեն։ Եվ անգամ այս վերջի ամիսների, չեմ ասում տարիների, զարգացումները հուշում են, որ դինամիկան տրամադրությունների փոփոխության բավականին բարձր է։ Դուք կոմունիկացիաների մասին խոսեցիք, ինչպիսին էր ադրբեջանցի հյուրերի վերաբերմունքը կոմունիկացիաների հետ կապված խոսույթին, որը տարբերվում է բառացիորեն Երևանում եւ Բաքվում, եւ սա անգամ ամենաբարձր մակարդակում քննարկումների առարկա է դարձել, անգամ ԵԽԽՎ-ի ելույթում հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը կոշտ դատապարտեց Զանգեզուրի միջանցքի եզրույթի օգտագործումը, պնդելով, որ Հայաստանի Հանրության տարածքում որևէ միջանցքի մասին խոսք չի կարող գնալ եւ այդ ճանապարհը անվանվել է Թրամփի անունով։ Արդյոք գործընկերները, որոնք եկել էին Բաքվից, չեն վերաբերվում սրան լուրջ եւ կարծում եմ, որ միևնույն է Իլհամ Ալիևի արտաբերած Զանգեզուրի միջանցքի եզրույթը, որը ջղաձգում է ամբողջ հասարակությանը, իրապես տեղին է եւ արդյոք իրենք պնդում են, որ հենց այդպես էլ կոչվում է ճանապարհը։ Նրանք շատ լավ հասկանում են, որ ջղաձգում է, բայց ես շեշտեցի մեր զրույցի սկզբում, որ կոնկրետ այս ձևաչափում այլ մոտեցումներ կարող են լինել։ Մոտեցումը հետեւյալն է. եթե ասել է, այն էլ մի քանի անգամ, այլևս չի հրաժարվելու այդ ձևակերպումից։ Իլհամ Ալիևը։ Այո։ Այսինքն ինքը համարում է հետքայլ կամ նահանջ, եթե այլևս հարցում չէ։ Դա չի նշանակում, որ իրանք չեն փորձելու ասել, որ պնդել, որ Զանգեզուրի միջանցքը դա հենց թրիպն է։ Նրանք փորձում են այլ
բացատրություններ գտնել, ինչ է նշանակում Զանգեզուրի միջանցքը, դա ավելի լայն հասկացություն է եւ Իսկ ո՞րն է այլն, սկզբունքը բայց ձեզ հրաժարում չի լինելու։ ձեր զգացողությամբ ո՞րն է սկզբունքը, օրինակ ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել, սա այդ ու նաև ադրբեջանական հասարակության մեջ ցույց է տալիս, որ հայկական կողմին զիջումները պարբերաբար են հենց Ալիևի անձնական ճնշման ներքո, այսինքն Ալիևը բոնապարտիստական ինչ-որ շունչ է տալիս իր այսպես կոչված հաղթանակներին այդ ու նաև 20-ի պատերազմից հետո։ Կարելի է եւ այդպես ձևակերպել, բայց ես որքան հասկանում եմ ադրբեջանական հասարակության հիմնական անկալումը այնպիսին է, որ Ադրբեջանը, ինչպես ես ասացի, արդար գործ էր անում եւ այդ արդար գործը ներառում է իր մեջ նաեւ այնպիսի եզրույթների օգտագործում, որը օգտագործվում է։ Իսկ ինչ կառուցողականության մասին է խոսքը, պարոն Նավասարդյան, եթե դուք այդ ու նաև հանրային հասարակական մակարդակում հանդիպում եք, հանրային դիվանագիտություն եք իրականացնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ իրենք բառացիորեն ձեզ փոխանցում են, իրենք այդ խոսույթից հետ չեն կանգնելու։ Ինչ Իրենք կարող է կոնստրուկտիվության հրաժարվեն, մասին է խոսքը առաջին դեմքի եւ այլ պաշտոնյաների մասին է։ Ես օրինակ իմ հարցազրույցներում անգամ ադրբեջանական լրատվամիջոցներին եւ բանավեճային հաղորդումներում ասել եմ, եթե շարունակելու եք ասել Զանգեզուրի միջանցք, մենք ավարտում ենք խոսակցությունը։ Այսինքն ոչ թե կոշտ եմ ասել, այլ ակնարկել եմ եւ դա ազդեցություն ունեցել։ Այսինքն կան մարդիկ, որոնք պատրաստ են գոնե երկխոսության մակարդակով այդ եզրույթը չօգտագործել։ Բայց մենք խոսում ենք Իլհամ Ալիևի եւ իր եթե ինքը չի դադարում եւ մենք կարող ենք ուրեմն հասարակական այդպես մակարդակում ասել շարունակում է, մենք դադարեցնել։ շարունակում ենք ջղաձգվել, բայց այստեղ կարծում եմ կարևորը ոչ թե մեր էմոցիոնալ արձագանքները, այդ ամեն ինչին էմոցիաները մնալու են բավական երկար, այլ այն ինչ տեղի է ունենալու։ Եվ մեզ համար կարևոր է, որ անգամ այդ եզրույթների օգտագործմամբ մենք արագ ունենանք երկաթուղին, որը չի սահմանափակվելու Մեղրի այդ հատվածով, այլ հասնելու է մինչև Գյումրի եւ Կարս։ Նման խոսակցություններ կան։ Բնականաբար։ Հանրային հասարակական թե արդեն պետական մակարդակում։ Նաեւ ինչ է, մեր մակարդակով կան եւ չէ, մեր մակարդակով այդ խոսակցությունը եղել է, կա ակնհայտորեն փոխադարձ շագրգռվածություն դրանում, որ դա լինի արագ եւ որպիսի դրա երկարաձգումը այդ գործընթացի չբերի նրան, որ ամեն ինչ սահմանափակվի Մեղրի հատվածով։ Այդ փոխըմբռնումը եւ փոխադարձ շագրգռվածությունը կա։ Թե որքանով այն կդառնա իրողություն պաշտոնական մակարդակով, դրանով մենք նաեւ կդատենք մեր այս ձևաչափի արդյունավետության մասին։ Հիմա այդ նույն արդյունավետության մասին Արևմտյան Ադրբեջան խոսույցը Ադրբեջանի հասարակության մեջ էլ է ակտիվ շրջանառվում, որտեղ դե պետական համակարգն ինչ թելադրում է հասարակությունն էլ իհարկե սպունգի պես վերցնում է։ Ինչ են կարծում ադրբեջանցի հյուրերը Արևմտյան Ադրբեջան թեզի մասին առհասարակ եւ բառացիորեն սպառնալիքի Հայաստան այսպես կոչված հետ վերադարձնելու 5 միլիոն ադրբեջան կամ 300,000 ադրբեջանցի։ Այդ հարցով մենք որևէ կոմունիկե, ինչպես հասկանում եք, չենք ստորագրել։ Ես էլի կկիսվեմ իմ պատկերացումներով եւ կանխատեսումներով։ Ես կարծում եմ, որ այդ եզրույթի օգտագործումը գնալով ավելի пассив է լինելու, մինչեւ չմոռացվի։ Ինչպես մոռացվեց արցախցիների Արցախ հետ վերադարձի թեման։ Ես չեմ կարծում, որ այդ թեման մոռացվեց։ Ինչու՞ չեք կարծում։ Քանի որ ես կարծում եմ եւ միշտ ասել եմ, որ այնքանով որքանով բարելավեն հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքանով կբարձրանա հավանականությունը, որ այդ հարցը կվերադառնա օրակարգ, թե ինչ պայմաններով, ինչ հնարավորություններով եւ ինչ երաշխիքներով դա կլինի բանակցությունների արդյունք։ Արևմտյան Ադրբեջանի թեզը հայելային պատասխան չէր արցախահայերի հետ վերադարձ։ Դա ակնհայտորեն եւ դա ոչ մեկ Ադրբեջանում չէր թաքցնում, դա գործիք էր, որը օգտագործվում էր, որ Հայաստանի իշխանությունները դադարեն խոսեն դրա մասին։ Բայց ինչպես է նվազելու Արևմտյան Ադրբեջանի թեզը, եթե հայկական թեզը կարող է վաղ թե ուշ վերադառնալ, այսինքն Ադրբեջանը մոռանալու է հայելային պատասխանը։ Դա այն ձևակերպմամբ չի վերադառնալու, որ պարտավոր է Ադրբեջանը ինչ որ բան անել եւ այլն եւ այլն, դա պիտի լինի բնական process։ Եվ ես կարծում եմ, որ շատ պատմության մեջ բազմաթիվ կոնֆլիկտներ կային, երբ լուրջ միգրացիոն բռնի տեղահանվածներ կային, որոնք հետո վերադառնում էին հայրենիք։
Մեր պարագայում մի քիչ բարդ է պատմության մեջ նման մի բան գտնել, բայց հավանաբար ձեր լավատեսությունը տեղի ունի։ Դա լավատեսություն չի, դա Մի քանի օրինակ խնդրում եմ մեր պարագայից։ Մեր տարածաշրջանում դուք չգիտեք վերջի ասենք 3-4 Երբ ենք տարիների մենք տեղահանվել եւ կրկին վերադարձել նույն տեղը։ Մենք վերադարձել ենք Արևմտյան Հայաստան, Վան, Կարց, Արդահան, Էրզրում, մենք վերադարձել ենք Նախիջևան, ուր ենք մենք վերադարձել կամ Արցախ վերադառնալու Ալեն Սիմոնյանը ուղղակիորեն ասում է թող հերոսությամբ եւ պոպուլիզմով չզբաղվեն արցախայերի հետ վերադարձի մասին խոսելով։ Դա անհնարին է։ Լավ, Դրա համար եմ ասում, հետ վերադարձի ինչ պատմական փորձ ունեք հիշողության մեջ։ Ես չեմ ուզում փոխարինել ձեր հնարավոր հյուրերին, որոնք լավագույնս գիտեն պատմությունը, բայց կարծում եմ միայն Շախ Աբբասի անունը տալով մենք կարող ենք հիշել նմանատիպ օրինակ, երբ մարդիկ լքել են իրենց հայրենիքը, հետո վերադարձել են իրենց հայրենիքը։ Հետո կրկին լքել են իրենց հայրենիքը։ Ամեն ինչ հնարավոր է։ Մենք հիմա խոսում ենք այն ժամանակահատվածի մասին, որը տեսանելի է եւ մենք կարող ենք դրա վերաբերյալ այս կամ այն կանխատեսումներ անել։ Շատ ակտիվ է հասարակության շրջանում քննարկվում հենց հեռանկարը։ Հեռանկարը, որ հնարավոր է արդյոք այս կոնֆլիկտը վերջնականապես հանգուցալուծել, որովհետև մենք գիտենք տարբեր տերություններ տարբեր վերաբերմունք ունեն։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտորեն 30 տարի շարունակ կոնֆլիկտի կառավարման համակարգման շնորհիվ է Հարավային Կովկասում իր ներկայությունը ապահովել եւ այն process-ները, որոնք տեղի ունեցան արդեն 2022 թվականի ռազմական գործողություններից հետո Ռուսաստանի Դաշնության կողմից սրով ընդունվեցին, որովհետեւ ստացվում է որ process-ի մեջ մտնում են եվրոպական երկրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առանձին համանախագահ երկրները, Եվրամիությունը ինքնին, ու ստացվում էր որ կոնֆլիկտի համակարգումը բաժին է հասնում այդ Ես ձեզ հարցնեմ, երբ էր այդպես ստացվում։ Ես հակառակ process-ն էի տեսնում, երբ Մինսկի խմբի համանախագահները զիջում էին Ռուսաստանին ամբողջական նախաձեռնությունը։ 2022-ից հետո 2020-ին Ես 22-ից հետոյի մասին եմ խոսում։ 22-ից հետո բացահայտորեն իրավիճակը փոխվեց։ 22-ից հետո որակապես իրավիճակը փոխվեց եւ փոխվեց մենք շատ լավ հիշում ենք ինչի արդյունքում սեպտեմբերի 13-ի 14-ի իրադարձությունների արդյունքում, երբ հայկական կողմը հասկացավ, որ Ռուսաստանի կողմից որևէ երաշխիքների իրականացում հնարավոր չի ակնկալել։ Միգուցե չափազանց, այսպես ասենք, վստահում էր, որ միգուցե ոչ 100%, բայց որոշակի փոխարինում Ռուսաստանի այս հարցում կարող է ունենալ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, որոնք բարբերաբար վերցնում են նախաձեռնությունները բանակցային գործընթացում, բայց կարծում եմ երկրորդ անգամ արդեն չափազանցրեցին հնարավորությունը երրորդ կողմերի միջամտության գործընթացի մեջ եւ դա այն է, ինչ օրինակ ես ասում եմ 90-ական թվականներից, որ հնարավորինս մենք պետք է հաշվի առնենք, որ կարևորագույն գործոնը դա երկկողմանի բանակցություններն են, որքան էլ երրորդ կողմերը դրան կարող են նպաստել կամ խանգարել։ Շատ բարի, բայց խոսքը դրա մասին չէր բնավ, թեպետ շատ կարևոր դիտարկում էր, բոլորս հասկանում ենք, որ 2022-ից հետո ամբողջ հասարակությունը հասկացավ, որ ձվերը մի զամբյուղում եւ այլն, բայց էլի դրեց մի զամբյուղ 2022-ից հետո։ Այո, որտեղ է դրված հիմա։ Չէ, 2022-ից մինչև մոտավորապես 2023-ի վերջը բոլոր ձվերը դրված էին ԱՄՆ-ի եւ Եվրամիության զամբյուղում։ Այսինքն մենք շատ լավ հիշում ենք բառապաշարը, հա, մեր պաշտոնյաների, որը ինչ որտեղ աջակցություն էր ստանում նաեւ տարբեր միջազգային կառույցների ռեզոլյուցիաներում։ Օրինակ, ես միշտ նյարդայնանում եմ, երբ Պրահայից հետո, երբ փաստորեն Հայաստանի առաջին դեմքը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ներառյալ Արցախը, խոսում էր նրա մասին, որ սահմանակետը Լաչինի Միջանցքի սկզբում մեր կողմից ապօրինի է։ Եթե դու ճանաչում ես տարածքը, ինչու սահմանին սահմանակետը պիտի ապօրինի լինի, հա, այդպիսի հակասական բաներ, որոնք հենվում էին այդ չափազանցված հույսերի վրա, որ այդ ռեզոլյուցիաները նաև պրակտիկ իրականացում կստանան, դրանք շատ լավ խանգարել են եւ հետաձգել են։ Ճանաչումից անմիջապես հետո Հայաստանը պիտի
տեղն ու տեղը ճանաչեր սահմանագիծը, ինչպիսին կար Ալմատի հռչակագրը, որը հետո Սահմանագիծը չէ, ներդրվեց բանակցային գործընթացի մեջ, եւ միանգամից երկկողմի պիտի լիներ։ իրավունքը մյուս երկրի դնել սահմանակետ այնտեղ, ինչպես ինքը ճիշտ է, որտեղ ինքը ճիշտ է Եվ համարում վերջնականապես իջել ավարտել։ եւ ընդունել իմիջիալուց առաջարկը նույնպիսի սահմանակետ դնել քո տարածքում։ Եվ եթե հիշում եք այն ժամանակ առաջարկը կար եւ Ալաչինի Միջանցքի հետ կապված եւ Մեղրի ճանապարհի հա երկու կողմից, այսինքն այն ժամանակ մենք ունեինք առաջարկ, որ երկու ուղղություններն էլ ճանաչվեն իրավունքի առումով հավասարազոր, եւ մենք այդ շանսը բաց թողեցինք այն ժամանակ, որի հետևանքները տեսել ենք։ Այսինքն միանգամի պիտի զիջեինք, չզիջեցինք, դրա համար ստացանք Զիջեինք այնտեղ, որտեղ զիջումը տրամաբանական էր, այլ ոչ թե միակողմանի։ նույնն է, ինչ տարբերություն զիջեիր 2023-ին, թե զիջեիր հիմա։ Որտեղ հիմա դու չունես կամ որոշ ժամանակ դու չունեիր երաշխիք, որ Մեղրի տարածքում կամ Սյունիքի տարածքում բոլոր սահմանները ճանաչվում են։ Այդպես չէր։ Բազմաթիվ քաղաքագետներ իհարկե եւ քաղաքական գործիչներ ձեզ հետ կվիճեն, որովհետեւ միևնույն ժամանակ ինչպես դուք ասում եք, բնականաբար կվիճեն, որտեղ ես նաեւ մեր այսօրվա հարցազրույցում շատ բաներ եմ ասում, որը չկա հայկական քաղաքական օրակարգում եւ բանավեճերում։ Դուք մի քիչ առաջ նշեցիք, որ իհարկե Իլհամ Ալիևը պիտի հաշվի նստի իր հասարակության կարծիքի հետ, որը իհարկե ինքն է տարիներ շարունակ ներդրել եւ թելադրել։ Եվ այդտեղ որևէ կերպ մեղադրել Նիկոլ Փաշինյանին ես ինքս չէի համարձակվի հաշվելնորեն հանգամանքը, որ հանրային տրամադրությունների ժամանակ Հայաստանում եւս այլ էին, եւ այնտեղ կային մարդիկ, ովքեր ապրում էին, եւ իրավիճակը բնավ նման չէր 2025 թվականին լրիվ դատարկ Արցախի իրավիճակին։ Եվ այո, կար ճնշում, որ Հայաստանը իր ներդրումը պիտի ունենա արցախայերի իրավունքների գոնե թե իրավունքների պաշտպանության հարցում, եւ միանգամից համաձայնել ճանաչումից հետո, որ անցակետը այս կողմ կամ այն կողմ պիտի դրվի, կնշանակեր վերջնականապես լքել 100,000 մարդու, ովքեր այնտեղ ապրում են։ Իսկ ում հետ էինք մենք այն ժամանակ փորձում լուծել արցախահայերի հարցերը։ ԵԱՀԿ Մինսկի Երրորդ խմբի կողմերի, համանախագահ երկրների, որոնց կառույցի ինքնին ստեղծվել էր կոնֆլիկտը, որոնց հետ բանակցելու համար։ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել էր խոսել նոյեմբերի 9-ից Շատ բարի, եւ 2022 թվականին Իլհամ մենք Ալիևը շարունակում օգտագործել այն ռեսուրսը դիվանագիտական, որը չի աշխատում։ Պարոն Ասարջյան, երկկողմ բանակցությունների օրակարգը բերել են Իլհամ Ալիևը, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Իլհամ Ալիևը հմտորեն սկզբում օգտվել է ռուսական աղբյուրից, հետո եվրոպական աղբյուրից, հետո ամերիկյան աղբյուրից, հետո վերջում բոլորից օգտվելով ասել է գնանք երկկողմ մակարդակ։ Ճանաչում եք արդյունավետությունը իր գործողությունների։ Այստեղ Իլհամ Ալիևի գործողությունների արդյունավետության մասին չէ խոսքը։ Բա։ Այն մասին է խոսքը, որ Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին տարել է այն ճանապարհով, որ ցանկացել է, եւ վերջնարդյունքում մենք փաթեթավորում ենք այն ինչ որ կա, Նաև ինչու իբրև ձեռքբերում։ Նաև ինչի շնորհիվ, որտեվ ինքը հետևողականորեն տանում էր քաղաքականություն, օգտվելով նաև ճնշման հնարավորություններից, իսկ հայկական կողմի դիվանագիտությունը եւ քաղաքականությունը անդադ փոփոխական էր։ Ճիշտ է, հիմա իսկ փոփոխական քաղաքականություն կայուն չի կարող լինել եւ կայուն արդյունքների չի բերում։ 2022-23-ին ինչպես դուք նշեցիք, որ անցակետի հետ կապված հարցը խնդրահարույց էր։ Եթե հայկական կողմը հետևողականորեն պնդեր, որ այդ անցակետը ապօրինի է տեղադրված եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված այդ միջանցքը պիտի գործի ռուս խաղաղապահների ենթակայության ներքո եւ հետևողականորեն գնար այն ճանապարհով, որ պնդում էր այդ պահին, Հայաստանը չէր հաջողելու այնտեղ պահեր հայերին։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Դե որտեվ մենք տեսանք ինչպիսի միջոցներով պատերազմական, ռազմական։ Այսինքն ագրեսոր երկիր է Ադրբեջանը։ Տվյալ դեպքում Ադրբեջանը բավականին ագրեսիվ եւ պարժիչ միջոցներով լուծեց իր հարցը, բայց հասկանալով Ադրբեջանի հնարավորությունները եւ ռեսուրսները եւ գործընթացի մեջ միջամտության անկարողությունը երրորդ կողմերի, մենք պետք է գտնեինք հնարավորություն բանակցել Ադրբեջանի հետ եւ ես կարծում եմ, որ այդ հնարավորությունների օգտագործման պարագայում արդյունքները միանգամայն այլ կլինեին։ Այսինքն դուք դեմ եք խոշոր հաշվով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ինքնին եւ կողմ եք Իլհամ Ալիևի առաջարկին լուծարել այդ խումբը, որտեղ ինքը անարդյունավետ է։ Ну ես երբ որ խոսում էի նաեւ հարցազրույցներում 2020 թվականի 22 թվականի փետրվարի 24-ին եւ հաջորդող օրերին թե ինչ հետևանք կբերի մեզ համար ուկրաինական պատերազմը, ես ասում եմ, որ հիմնական հետևանքը այն է, որ Մինսկի խումբը այլևս չկա։
եւ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը այլևս չկա, քանի որ չեն կարող համանախագահներ լինեն ինչ որ խաղաղարար գործընթացում երկրներ, որոնք պատերազմում են իրար հետ։ Դե ինձ առաջին Իսկ են որ համախառնվել Եվրամիությունը եւ Ռուսաստանը անուղակի պատերազմի մեջ մտան, նաեւ ԱՄՆ-ն դա կնայդ։ Պարոն Ասարյան, 2014 թվականին բռնակցվել է Ղրիմը։ Այդ ժամանակահատվածից Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև լարված հարաբերություններ կային եւ Եվրամիության եւ Ռուսաստանի երկկողմ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի երկկողմ մակարդակում։ Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները շարունակվում էին, փաստաթղթերը քննարկվում էին, հանդիպումները տեղի էին ունենում։ Ինչը հակասում է ինքնին ձեր Ես պնդմանը, ինձ թույլ կտամ սուբյեկտիվ գնահատական, որ 2011 թվականից հետո, այսինքն Կազանի ձախողումից հետո Մինսկի խումբը ոչ մի դրական ազդեցություն գործընթացի վրա չէր ունեցել, քանի որ չէր կարող ունենալ, եւ դա պայմանավորված էր եւ Ադրբեջանի եւ մասամբ Հայաստանի դիրքորոշումներով։ Այդ դեպքում այլընտրանքային տարբերակ պիտի լիներ։ 2011-ին Մինսկի խմբի համանախագահությունը տապալում է, այլևս որևէ հաջողություն չի կարողանում գրանցել։ Եթե վերցնում ենք ելակետ ձեր նշած 2011 թվականը, արդյոք Հայաստանը պիտի առաջարկեր դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբից եւ երկկողմ բանակցությունների գնալ, դեմ գնալով խոշոր հաշվով Մոսկվային, Փարիզին եւ Վաշինգտոնին, երեքն էլ միջուկային գերտերություններ անվտանգության խորհրդի մշտական անդամներ, թե ամեն դեպքում պիտի շարունակեր ականջ դնել, որովհետեւ Սերժ Սարգսյանի եւ ՀԿ շրջանակները պարբերաբար նշում են, որ Հայաստանը չէր բանակցում Իլհամ Ալիևի հետ, բանակցում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։ Կարող էր Հայաստանը դա անել։ Էլի, եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում Ոչ, դե ունենալ, ու- Հայաստանը պետք է ունենալ բավարար հմտություններ եւ իմաստություն, որպիսի հնարավորինս տեղափոխել կարևոր հարցերի քննարկումը ոչ բացառապես, բայց նաեւ երկկողմանի մակարդակ, առանց որևէ միջնորդների։ Եւ նման փորձը մենք ունեցել ենք 90-ականների սկզբներին, կարող եք դուք էլ հիշեք, երբ Աշոտ Մանուչարյանը անմիջապես բանակցում էր Հեյդար Ալիևի հետ եւ բավականին արդյունավետ։ Հա եւ այդ փորձը պետք էր կիրառել նաեւ 94-ին ավարտված պատերազմից հետո։ Մենք այդ փորձից հրաժարվեցինք, հույսը ունենալով, որ մեր հաղթանակը եւ միջազգային հանրությունը կօգնեն մեզ լուծել բոլոր հարցերը, անկախ նրանից, թե ինչ է ցանկանում եւ ինչպես է տեսնում խնդրի լուծումը Ադրբեջանը։ Տեր-Պետրոսյանը ձեր հետ իհարկե չէր համաձայնի, որտեղ 94-ից հետո պարբերաբար ասել որ Ես էլ չեմ համաձայնի հանրությունը Տեր-Պետրոսյանի հետ, որ ինքը հույսը չէր դնում լուծման առումով միջազգային հանրության եւ մասնավորապես Ռուսաստանի վրա։ մենք հնարավորություն ունենալու ենք հուսամ մի օր այդ ու նաև նախագահի հետ սա քննարկել, բայց գալով արդեն ընդհանուր ամփոփմանը, որովհետև իրապես օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո հասարակության շրջանում զգացվում է այդ հանգստությունը։ Մենք իբրև մեդիադաշտում աշխատող մարդիկ զգում ենք, որ եթե մինչև օգոստոսի 8-ը լարվածությունը կար, որտեղ կար անորոշություն, օգոստոսի 8-ից հետո հասարակությունը կարծես սկսել է զբաղվել իր գործով։ Ու տպավորություն է ստեղծվել, որ մարդիկ գնում են դեպի անձնական հարցերը, խնդիրները լուծելուն եւ պետությունը կարծես գնացել է այդ խաղաղության հունով։ Բայց երաշխիքի բացակայությունը այն է, որ սա նախաստորագրված համաձայնագիր է, որը նախաստորագրվել է ԱԳ նախարարների կողմից եւ հուշագիրներով ստորագրվել է երեք երկրների ղեկավարների կողմից։ Ինչ է կարծում։ Ինչ առիթներ, ինչ պատճառաբանություններ կարող է Բաքուն գտնել չեղարկման ճանապարհով տանելու եւ խոշոր հաշվով էսկալացիան շարունակելու համար։ Շատ կարևոր հարց է իմիջիալուց։ Ինչպես ենք մենք գնահատում տվյալ ժամանակահատվածը, որը սկսել է օգոստոսի 8-ից, որպիսի տեխնոլոգիաների, հա, բանակցությունների եւ ընդհանրապես երկրների միջև հարաբերությունների կարգավորման տեսակետից, եթե տեխնոլոգիաների մասին խոսենք, ես ուզում եմ հիշեցնել, որ նախաստորագրման հանգամանք ընդհանրապես չկար ի սկզբանե։ Ինչու է այն մտցվել ըստ ձեզ։ Կարող եք չպատասխանել, ես իմ պատկերացումը ասեմ։ Այն նրա համար, որպեսզի ցույց տրվի, որ կա պրոգրես, առաջընթաց գործընթացում։ Հա, եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ որ մի ընթացակարգ պրոցեդուրա մտցնենք, որը ցույց է տալիս, որ կա առաջընթաց։ Հիմա կարող է եւս մեկ այդպիսի կետ ընտրվի եւ որոշվի գտնվի, որ համաձայնագիրը ստորագրվում է, սակայն ամբողջական ուժի մեջ չի մտնում մինչև ավերացումը խորհրդարանի կողմից։ Հա, իսկ դա եւս ցույց կտա, որ կա որոշակի առաջընթաց եւ այդ առաջընթացը դրական ազդեցություն կարող է թողնել եւ հայկական
եւ ադրբեջանական հասարակությունների վրա։ Բայց երբ մենք խոսում ենք օգոստոսի 8-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին, մենք պետք է հասկանանք իսկ ինչքան է այն տևելու։ Այն տևելու է մինչև Հայաստանի ընտրությունները։ Եվ այս ժամանակահատվածում մենք իրոք կարող ենք հանգիստ լինել, համեմատաբար հանգիստ լինել, որ եթե ինչ-որ փոփոխություններ լինելու են, այդ փոփոխությունները լինելու են դրական։ Բայց ինչ է լինելու Հայաստանի ընտրություններից հետո, երբ այլևս Ադրբեջանին չի հետաքրքրելու ընտրությունների արդյունքը, հետաքրքրելու է այն, ինչ որ կա, եւ Ադրբեջանը շատ հնարավոր է որ կվերադառնա ճնշումների քաղաքականությանը, եւ դա ինչ է նշանակում, որ այս կարճ ժամանակահատվածը թվում է, որ երկար է, եւ նաեւ մեր որոշում կայացնողների համար թվում է, որ այն համարյա անվերջ է, բավականին կարճ է, եւ այդ կարճ ժամանակահատվածում պետք է հասնել այնպիսի արդյունքներին, որոնք նպատակարար չեն դարձնելու հետագա առճակատումը, այսինքն լինեն այնպիսի պտուղներ, որոնք շոշափելի կլինեն հասարակությունների համար։ Տպավորությունս այնպիսին էր պատասխանից, պարոն Նավասարդյան, որ եթե ինչ-որ բան Եվ մեր հանդիպումը ինչ-որտեղ նաև դրան էր միտված, բայց տպավորությունը այնպիսին է, որ եւ Ադրբեջանում էլ են դա շատ լավ հասկանում, որ ընտրություններից հետո է պետք ակնկալել հիմնական անելիքը, որովհետեւ եթե չընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ապա եթե լինեն անելիքները հիմա, ապա նաև ընտրություններից հետո իրավիճակը լինելու է համապատասխան։ Այսինքն հայաստանյան հասարակությանն էլ է մեսիջ տրվում, ընտրեք Նիկոլ Փաշինյանին, որպեսզի խաղաղություն լինի, որովհետև եթե չընտրեք Նիկոլ Փաշինյանին, հավանաբար է այդ խաղաղությունը չլինի, որովհետև մենք կձգենք այնքան, մինչև մեզ համար պարզ կդառնա ձեր երկրում մեր ցանկացած իշխանությունն է, թե ոչ։ Իսկ ինչու են նրանք դա անում։ Որովհետև կարող են։ Ոչ, որտեվ տեսնում են, որ առայժմ գոնե Հայաստանի քաղաքական դաշտում չկա որևէ միավոր, որը իրատեսական պատկերացում ունի գործընթացի եւ դրա հեռանկարների նկատմամբ։ Եվ Իլհամ Ալիևը ստանում է հիասքանչ հնարավորություն Հայաստանում իշխանություն նշանակելու։ Այո, միանշանակ, եթե մենք խոսում ենք քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության մասին, ապա այդ լեգիտիմություն ապահովող գործոններից մեկը նաեւ Ադրբեջանի քաղաքականությունն է եւ այսօրվա վարքագիծը։ Եվ ես ճիշտն ասած մի փոքր ավելի առողջ եմ պատկերացնում մեր քաղաքական դաշտը եւ հուսով եմ, որ դեռ մինչեւ ընտրությունները մենք կունենանք էական խաղացողներ քաղաքական դաշտում, որոնք կապացուցեն, որ անկախ ընտրությունների արդյունքից կարող է լինել կառուցողական եւ օգտակար երկու կողմերի գործընթաց։ Բնականաբար հավանականությունը մեծ չէ, բայց ես դեռ այս հույսը փայփայում եմ։ Որոշակի դինամիկա դրական ես տեսնում եմ, բայց առայժմ այն հեռու է նրանից, որ ընդհանուր պատկերացումը փոխվի։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ արձանագրման համար, որովհետև մեր հյուրերի զգալի մասը պարզապես ճշմարտության մասին այսքան ուղիղ եւ բաց չի խոսում։ Եվ սա շատ գնահատելի է, որովհետև շատ դեպքերում մենք այս դրույթներն ունենում ենք, որպեսզի մեր հեռուստադիտողը հնարավորություն ունենա ինքնուրույն վերլուծելու իրավիճակը, իսկ բաց խոսակցությունը մեզ շատ անհրաժեշտ է։ Բայց դուք էլ երևի շատ հասկանում եք, որ նման զրույցները շատ հազվադեպ են լինում, եւ մարդիկ ամեն դեպքում շատ բաներ սև-սպիտակ են պատկերացնում։ Գուցե հուսանք, որ կգունավորվի պատկերացում։ Պարոն Նավասարդյան, շնորհակալ եմ շատ հույս ունեմ։ Ամենաթանկ ձեզ շնորհակալություն։ Մեզ տրամադրեցիք ժամանակը, մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ էի զրուցում, մնացեք մեզ հետ։